Եթե դուք ստանում եք Calfresh նպաստներ, հավանաբար արդեն լսել եք ներկայիս դաշնային կառավարության գործունեության դադարեցման եւ դրա ազդեցության մասին ձեր Calfresh նպաստների վրա։ Ահա թե ինչ պետք է իմանաք։ Գործունեության դադարեցումը նշանակում է, որ դաշնային կառավարությունը չի հաստատելու Calfresh նպաստները 2025 թվականի նոյեմբեր ամսվա համար։ Եթե գործունեության դադարը ավարտվի, նպաստները կտրամադրվեն այն անձանց, ովքեր իրավասու էին 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Եթե ձեր Calfresh-ի SAR7-ը կամ տարեկան վերանայման ժամկետը գործունեության դադարի ընթացքում է, ապա ձեր իրավասությունը պահպանելու համար դուք պարտավոր եք դրանք ավարտել ժամանակին, որպեսզի կարողանաք շարունակել ստանալ ձեր նպաստները գործունեության ավարտից հետո։ Մենք խրախուսում ենք ձեզ այցելել ձեր տարածքի սննդի բաշխման կենտրոն եւ կապվել ձեր համայնքի փոխօգնության կազմակերպությունների հետ այս դժվար ժամանակահատվածում աջակցություն ստանալու համար։ Տեղամասերի ցանկի համար խնդրում ենք այցելել lafoodbank.org կայքը կամ կապվել 211 ծառայության հետ, հավաքելով 211 համարը կամ այցելելով www.211.org կայքը։ Հետևեք DPSS-ին սոցիալական հարթակներում, Facebook-ի, Instagram-ի կամ X-ի միջոցով դաշնային կառավարության գործունեության դադարեցման վերջին թարմացումներին ծանոթանալու համար։ Մենք DPSS-ն ենք եւ մենք ձեզ հետ ենք։